Սիրելի քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության 3 միլիոն քաղաքացիներ։ Դուք երևի կամ ձեր մի մասը կամ գուցե մեծ մասը երևի չգիտի, որ Հայաստանի անկախացումից հետո հեծը պատկանել է ձեզ։ Բոլորիդ, 3 միլիոնիդ։ 2002 թվականին սակայն հայրմերը շատ վատ իմացող կամ ավելի ճիշտ չիմացող, բայց այսօր եկեղեցի պաշտպան դառած Ռոբերտ Քոչարյանը որոշել է հեծը վաճառի։ Հեծը վաճառել է Ռոբերտ Քոչարյանը։ Գիտեք ինչքանով, սիրելի քաղաքացիներ։ Ինձ, ձեզ, բոլորիդ պատկանող հեծը Ռոբերտ Քոչարյանը վաճառել է ուշադրություն 12 միլիոն դոլարով։ Գիտեք ինչքան է 12 միլիոն դոլարը։ Մոտավորապես այնքան, ինչքան արժի Ռոբերտ Քոչարյանի տունը։ Երկրորդ անգամ էս անալոգիան բերում։ Գիտեք ինչքան է 12 միլիոն դոլարը։ Դա հասկանալու համար պետք է ընդամենը գիտակցել, որ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքից այս պահին դեռ հայտնաբերված, այս պահին ընդամենը այն ինչը երևում է, պահանջվում է բռնագանձել 200 միլիոն դոլար, բայց հեծը վաճառել են 12 միլիոն դոլարով։ Հիմա այս մարդիկ եկել են ասում են խլում եք, դու ձեզնից լավ խլիչ։ Ժողովրդից խլել եք 12 միլիոնով չգիտեմ ում եք տվել։ Հետո թե բա Սամվել Կարապետյանի կոչից հետո էր։ Բա Սամվել Կարապետյանի կոչը ինչից հետո էր։ Այն պլանը են, որ Մամիջանյանն ուր ասում է Սիվիկում է գրվել, Վահագն Ալեքսյանն է գրել։ Վահագն Ալեքսյանն տարել են տերորիստի տանն է դրել, պարոն Մամիջանյան։ Այդ ձեր կողմից չգրած ու ձեզ չպատկանող պլանի շրջանակներում, որտեղ գրած էր Սամվել Կարապետյան, կոչ պլյուս 5000 հոգի։ Այդ կոչ պլյուս 5000-ի շրջանակներում Սամվել Կարապետյանը կոչը արել։ Ու հետո էլ ասում են այդ կոչը դարձավ պատճառ։ Այդ ձևերն էլ իդեպ, այդ պլանում շատ մյուս պլանում էին արդեն շատ լավ շարադրված, հոսանքի լարերը կտրել, ավտոբուսները վառել, եկել ավտոբուսներից եք խոսում, այդ ավտոբուսները դուք պետք է վառեիք, դուք ինչ գործ ունեք այդ ավտոբուսների ներսում, տուգանում են, չեն տուգանում, ինչ են անում, դուք այդ մարդկանց պետք է վառեիք ախր, եկել է տուգանքի մատերիալ եք սարքում, մարդկանց խորովածացու էին սարքում ասենք, եկել է ասում է բան էիք սարքում, մարդկանց տուգանքի մատերիալ։ Իդեպ մի հետաքրքիր փաստ, սիրելի քաղաքացիներ, ըստ պարոն Մամիջանյանի իշխանությանը, ընդդիմությանը չպատկանող եւ իմ ձեռամբ գրված պլանի հակաճգնաժամային գլխի 3-րդ ենթակետի շրջանակներում, որտեղ գրված է. ինչ անել, եթե ձերբակալվի առանցքային դերակատարներից մեկը, կետ համար 1, միանգամից վերաուղղել ակտիվ ուժերը դեպի եվրոպական եւ ռուսական խորհրդարաններ։ Այսօր իշխան Սաղաթելյանը գնացել է Բրյուսել հանդիպումներ ունենալու եվրոպական խորհրդարաններում։ Ձեզ չպատկանող պլանի հակաճգնաժամային գլխի 3-րդ ենթակետի շրջանակներում։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։